Ֆլորիդայում բնակվող Ջեյնի և Քըրք Հարնեսների ընտանիքը պատրաստվում է գովաբանության օրվա ընթրիքին։ Ընտանեկան բաղադրատոմսը, որ օգտագործվում է ընթրիքը պատրաստելու համար, ըստ Ջեյնի հասել է իրենց փոխանցվելով սերնդեսերունդ։ Նրանց դուստր Քեյլինն օգնում է դդումի աղմորեղեն պատրաստելու գործում, ինչը նույնպես անհրաժեշտ է տոնական այս սեղանն ամբողջացնելու համար։ Սակայն գովաբանության տոնին սեղանի կարևորագույն տեղն անխոս հատկացվում է հնդկահավին։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում հավի ոսկորը կիսվում է, սակայն ոչ գրազի նպատակով։ Կողմերը ոսկորը միասին կիսում են միաժամանակ երազանք մտապահելով։ Կատարվում է նրա երազանքը, ում բաժին է ընկնում առավել մեծ կտորը, պատմում է Քըրք Հարնեսը։ Հարևան Բարքմանների ընտանիքը նույնպես նախապատրաստվում է տոնական ընթրիքին։ Բանջարեղենն ու թարմ կանաչեղենը տնամերձ այգուց հավաքելուց հետո Լորեն Բեքմանը վաղ առավոտից պատրաստվում է ընթրիքին։ Մերձարևադարձային այս գոտում կոկոսի ծառերն ամենուր են։ Բաքմանների ընտանիքում հենց կոկոսի բլիթներն են, որ ավանդաբար մատուցվում են գոհաբանության օրվա կապակցությամբ։ Ընթրիքից առաջ այս երկու ընտանիքները նախաղոթում և շնորհակալություն են հայտնում ընտանիքով հավաքվելու հնարավորության համար, ինչպես այս, այնպես էլ ամերիկյան ընտանիքների մեծ մասի համար գովաբանության տոնը նախ և առաջ ընտանիքով հավաքվելու առիթ է։ Քըրքի և Ջեյնի խոսքերով իրենք շնորհակալ են, որ ընտանիքի անդամների հետ հավաքվելու նման լավ առիթ ունեն։ Գովաբանության տոնը, որ անգլերենից բառացի թարգմանելու պարագայում նշանակում է շնորհակալատվության օր, ամերիկացիներից շատերի համար ընկալվում է յուրովի։ Եթե Բաքմանները տոնական այսօրը երեխաների և թոռների մասին են հիշում, նշելով, որ շնորհակալ են Աստծուց իրենց սերունդներ պարգևելու համար, ապա Քըրք Հարնեսի համար գովաբանության օրը Միացյալ Նահանգներում ազատ ապրելու կարողությունը վերաիմաստավորելու խորհուրդ ունի։ Ազատության այս հնարավորությունը, որ ստացել են երկրի առաջին ներգաղթյալները, հենց այն հիմնական իմաստն է, որ այս տոնն ունի, ասում է Քըրքը։ Անկախ նրանից, թե ինչպես է մեկնաբանվում ամերիկացիների համար ամենասիրված տոներից մեկը, Միացյալ Նահանգներում գոհաբանության օրը շարունակում է ընտանիքի միասնությունը խորհրդանշող ավանդույթ լինել։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։